Վաղտը բերում է նրանց, ովքեր հստակ հաշվարկ են արել, ովքեր հստակ գիտեն ինչ են անում ու ինչի համար են անում։ Պետք է միշտ աշխատել, զարգանալ, մտածել արագ, մտածել յուրովի, որպեսզի դու ունենաս մրցակցային առավելություն, մանավանդ այս AI դարում առավել ևս, հա։ Այսօր քննարկում էինք, որ 3 տարի հետո ամեն 10 աշխատատեղից մեկն է մնալու ու մնացած 9 հոգու բեռը եւս այդ մի մարդը վերցնելու է իր վրա։ Հիմա մի քիչ ուրիշ դարաշրջան է սկսում։ Հիմա պետք է լինում բացի նրանից, որ շատ բաներից, պետք չի ամեն ինչից, բայց շատ բաներից ու միևնույն ժամանակ նաեւ համեմատաբար խորը ու ավելի կարևոր է ոչ թե ֆունդամենտալ միջև վերջ իմանալը, այլ 40%-ով հասկանալը, որովհետև եթե դու 40%-ով հասկանում ես, մնացած 60%-ը դու ծածկում ես արդեն լրացուցիչ ռեսուրսների հաշվին։ Այստեղ ավելի շատ մտածելն է ու լուծում գտնելն է, քո իմացածի շրջանակներում լուծում գտնելն է, դու ամեն ինչ իմանալ չես կարող։ Փաստացի տեսնում ես մեծ բաց, լրացրու։ Երբ որ ինձ ասում են, հա, մասնագետը պետք է multitask լինի, ասում եմ, հա, բայց focused multitask, իսկ կենտրոնացած multitask, դու կենտրոնացար մի գործ արեցիր, անցար հաջորդին, ընդ որում պետք է իմանաս որն է առաջնարդ, որը երկրորդ, ու այդ focused multitask ու AI-ների այդ ձիուս անձերի նման բռնած, դու գնում ես առաջ, այ ապագայի մասնագետը հենց այդ տեսքը ունի։ Կասեք մարքեթինգը ինչ խնդիր կարող է լուծել այս կազմակերպությունների կամ ձեռնարկատերերի, գործարարների համար։ Չխոսեմ միայն մարքեթինգ աուտսորս անելու կամ մարքեթինգային ծառայություններից օգտվելու, այն հենց մարքեթինգ գիտելիքի գիտության մասին, սկսած թե ինչ ապրանք ենք շուկահանելու, ինչ ֆունկցիոնալ ինքը պետք է ունենա, կամ ինչ ծառայություն ինքը պետք է համադրի իր մեջ կամ առանձին եթե ծառայություն է, հենց ինչ գնային քաղաքականություն պետք է վարվի, ինչպես եւ որտեղ պետք է վաճառվի այդ ապրանքը, ինչպես կառաջ խաղացվի, ինչ հարթակներով, ինչ տեսքով, ինչ նյութով, ինչ կոմունիկացիա պետք է վարվի հաճախորդի հետ, ինչ երկարատև, ինչպես պետք է կառուցվեն այդ երկարատև հարաբերությունները, ինչա բրենդ հասկացությունը, ոնց ստեղծել այդ ամեն ինչը, ինչպես աշխատել քո ռեպուտացիայի վրա շուկայում եւ այլն։ Այդ բոլոր կլաստերների համար պատասխանատու է մարքեթինգը։ Ամենաառաջին սխալը, որ անում են, պատկերացնում են, որ ամբողջը պետքա լինի, ապրանքն է, ծառայությունն է, ինչ ուզում է լինի, նոր մոտենալ մարքեթինգին դիմել, որպեսզի այդ ամեն ինչը ապահովի վաճառք։ Արդեն իսկ խնդիր է, որովհետեւ այդ ամեն ինչը վերանայելու ու լրամշակելու կարիք ունենում։ Հայկական շուկայում ահավոր շատ են շտապում, տակտիկական մտածելակերպը գերազանցում է ստրատեգիկին, բոլորը ուզում են միանգամից հարստանալ։ Բիզնես ստեղծելուց պետք է հաստատ իմանանք, որ առաջին 3 տարին պետք է աշխատենք մինուսով։ Պետք է աշխատենք մինուսով ոչ թե վատնա ապրանքը դրա համար, ոչ թե չի վաճառվում դրա համար, հա, այլ որովհետև դու միևնույնն է, նույնիսկ եթե շահույթ ունեցար, եթե աշխատեցիր, դու պետք է վերաներդնես ընկերության մեջ։ Օրինակ կբերեք մի աշխատակցի, որը այս պահին անում Առանց անուններ տալու ու կոնկրետ չէ, ուղղակի մասնագետ, ասենք դիզայներ, օրինակ, միջին որակի նույնիսկ դիզայները, օգտագործելով մի շարք ծրագրեր, AI ծրագրեր, կարող է շատ լուրջ վիդեոմոնտաժնիկի գործ անի, գրաֆիկ դիզայնով, նկարների պատրաստմամբ, անիմացիաներ ստեղծի։ Slice Consulting-ը բիզնես խորհրդատվական ընկերություն է, նաև մասնագիտացած մարքեթինգում։ Ունի հիմնական ճյուղերը branding design marketing-ն է, որը վիզուալ, հա, կտորն է բիզնեսին ապահովում ամեն ինչով, թվային մարքեթինգի կտոր, որը ապահովում է թվային գործիքակազմը բիզնեսի համար, ոչ միայն առաջ խաղացումը, հա, միայն գովազդ կամ SMM ասածը չէ։ Եվ երրորդ կտորը դա արդեն ռազմավարական մարքեթինգի բլոկն է, որտեղ հետազոտություններն են, ռազմավարական պլաններն են, ու արդեն ռազմավարական կտորը հենց կառավարում է մնացած երկուսին։ Ունենք նաև մեր ակադեմիան, Slice Academy, որը բիզնես վերապատրաստման դպրոց է, դա 18 տարի առաջ ենք ստեղծել, որովհետև կարիք կար եւ հաճախորդներին վերապատրաստելու, սովորացնել եւ կադրեր վերապատրաստել մեր ու մեր հաճախորդների համար, ու ունենք Slice Production կոչվածը, որը մեծամասամբ AI-ների միջոցով է արդեն դարել,